Վերջին 10 տարվա ընթացքում առնվազն շաբաթը մեկ անգամ Սայաթնովա 1 շենք են այցելում Ալավերդու թիվ 1 բնակչահաղորդման տեղամասի աշխատակիցներն ու մաքրում խցանված կոյուղին։ Վերջին 2 ամիսների ընթացքում կոյուղու հեռացման հարցն ավելի է բարդացել։ Կոյուղին մաքրել չի հաջողվում, ավելին այն անարգել լցվում է առաջին հարկերի բնակիչների տները։ 2 ամիս։ Այդ կեղտը ջուրես որ հիշում եմ, ոնց եմ մաքրել, լրի մարմինս դուրս էր տվեին։ Ես չի կարողանում իմ տան դուռը բացել, մերոնց տանը նստած եմ եղել։ Քանի ամիս։ Ես մի բաժակ չեմ լվացել, որտեղ ինչ էր մի բաժակ եմ լվացել, մի բան լրիվ էս տրապի, այս միջև այս գալիս, այս լրիվ դեղից եմ հանել վերստեղ գցել։ Խցանման պատճառը պարզելու համար մարտի 18-ին բնակչահաղորդման տեղամասի աշխատողները փորել են շենքի բակը, պատճառը բացահայտել չեն կարողացել, բայց խոստացել են աշխատանքները շարունակել երկուշաբթի։ Ալավերդու համար 1 բնակչահաղորդման տեղամասի տնօրեն Էդվարդ Հովասափյանի խոսքով երկուշաբթի այստեղ ոչինչ չեն արել, քանի որ մեկ այլ տեղ նույնպես կոյուղու խցանում էր առաջացել։ Խողովակները նեղը 100 մմ-անոց է։ Բնակության այդ դուրս եկած ջրերը չի կարողանում տեղավորի։ Բացի դա, այսօր հասարակության մեջ մտել է մի խնդրեմ, որ ջուրը քիչ են օգտագործում, քանի որ ջրաչափեր է տեղադրված։ Եվ եթե ջուր չկա խողովակի մեջ, բնական է աղբը չի կարողանում դուրս գալ։ Հանգստյան օրերի ընթացքում շենքի ընդհանուր ջրամատակարարման խողովակը փակ է եղել, քանի որ կոյուղին կրկին գլուխ էր բարձրացրել ու երկուշաբթի երեկոյան ի վերջո հարևանների կռվի պատճառ է դարձել։ Ամբողջ կեղտը թափել է մեր տուն խոհանոցի մեբելի տակը։ Կեղտը կանալիզացիայի լրիվ կեղտը, որ այնտեղ ուտելիք է դրված, ամաներ է դրված, որ զզվելով քիթդ բռնելով մի կերպ մաքրում ես։ Եթե պետք է քանդեին, ոնց որ գալիս է դարերի վեր գալիս է այդ խոսքը, քանդելը հեշտ է, սարքելը շատ դժվար։ Եթե ի վիճակի չեն սարքելու, ինչի քանդեցին։ Շենքի բակը քանդելուց հետո կոյուղաջրերը հայտնվել են նաև Ջուլիետտա տատի բնակարանի լոգարանում։ Թող բաց անեին կանալիզացիկա։ Նոր նայան չէ, թող քանդում էին, տրուբա էին, փոխում ինչ են անում հասկացան։ Բառած կանալիզացիա բաց անելու։ Այդ կքանդեն ու կբրախ է, բայց այս տները սա խալերա է, կանալիզացիա եւ գալիս է մի շենքին ներած գալիս։ Եվ գալի լուծվում է, մի քիչ ժողովուրդներ է մեղավոր ինչ ասել լուծում են մեջը։ Դա նորմալ չեն, հիմի բացանող չկա։ Սարուխանը մեռավ, միշան մեռավ, որ շնորհքով կարում էին այդ գործը անեն։ Հիմի մինն էլ չի կարում անի, գալիս են սուտի ասում չի բացում, բայց ո՞նց կարա չբացվի։ Բնակչահաղորդման տեղամասը հազանգելուց հետո բնակիչներին առաջարկել են խողովակները բացելու համար գումար հավաքել։ Հավաքված գումարը համապատասխանաբար կհանվի յուրաքանչյուրի բնակարանի վարձավճարներից։ Ինձ կառավարչն ասեց 40,000 փող հավաքի, 10,000 կտանք այդ որ կան փորեն սարքեն ինչանը 30 մետր տրուբեներ 30,000 դան փողը հավաքեցին, բացի բարձմա որ ահրելի ծախսերի հետ է կապված։ Շատ, ասպա մի մետր տրուբան է Երևան շատ թանկ է, 5,500 այդ դա մենք դատակից դուրս չեն գա, ոչ մեկը փող չի տալու, Մարիան ջան, այս բաններ մարդիկ հացի փող չունեն, ո փող կտա։ Փողը հավաքել է, մի 40,000 հավաքել են որ ամեկո ինչքան կարած է։ Ասել են տան բարձի դուրս կգանք ինչ կանեն։ Այդ բան են արի, սալարկի բանի փողը տրակտորի տվել է, որ նա պետք է բաներ քանդեն։ Ասեցին փող հավաքենք, ընդամենը 30 մետր տրուբա ենք առնելու, 30 մետր տրուբա, այս երկարության շենքի ձեր որ փոխելերի կա, հերիք չի։ Ում որտեղ որ պետք է քանդի, որտեղ որ պետք է կսարքի բաշարունակությունը։ Այդ ընտանիքում փոքր երեխա կա, այդ ընտանիքում հիվանդ կա, այդ ընտանիքում բազմաթիվ խնդիրներ կան։ Կրիսները ունիտազի մեջով կանալիզացիայից թափել են տուն, հավատա։ Բայց այնց ոնց կլինի։ Քնած տեղը կրիսը կարա չէ գնա քնած երեխու երեսներ կրծի։ Համար 1 բնակչահաղորդման տեղամասի տնօրենն ասում է, որ եւս մեկ անգամ խցանված կոյուղին բացելով խնդիրը արմատապես չի լուծվի։ Բացի այն, որ սովետական տարիներին գծված շենքի խողովակաշարը մաշվել է, նաեւ թեքություններ ունի ու շատ դեպքերում հենց դա էլ է օգնում խցանմանը։ Հարցի միակ լուծումն է այդ խողովակները փոխվի։ Եվ իրանց ասել եմ, այս շենքը առավոտյան եմ նայել, մեր ԲՇՏ-ին պարտքա 1,381,000 դրամ։ Սպասարկման, նախկինից հավաքված սպասարկման վարձավճարներն։ Խողովակաշարը փոխելու համար Էդվարդ Հովասափյանի խոսքով մոտ 100,000 դրամ է անհրաժեշտ։ Գումարի մասին նա արդեն խոսել է բնակիչների հետ ու եկել համաձայնության։ Նոր խողովակներն էլ արդյունքում երկար չեն ծառայի, եթե բնակիչները շարունակեն ձեռքի տակ ընկածը լցնել կոյուղի։ Խողովակների մեջից այնպես բաներ են հանում, որ զարմանալի է։
Առիթից ելնելով խնդրում եմ հարգելի բնակություն, ախր մի քիչ կուլտուրա պետք է ունենա մարդը։ Օրինակ պահածոյի տուփ, օրինակ այդ ֆանտայի բանի այդ սլուդի շշեր, այդ նմանատիպ բաներ, դե փալասների մասին չեմ խոսում, որ անընդհատ դա կա։ Նույնիսկ այն կամպոտ հանելու շերեփ, այդտեղ այդպիսի բան, ջազվա, զարմանալի երևույթ է, դատարկ շիշ, գինու շիշ կլի, ողու շիշ կլի, ուղղակի ես մնում եմ նման մարդի մտածելակերպից զարմացած, թե ինչ ես գցում այդ կոյուղատարի մեջ, աղբար կողը գցի։ Մեր նկարահանման ժամանակ էլ Սեյրան Սիմոնյանը խողովակից խճաքար հանեց ու սրտնեղեց, ինչի ասես չես հանդիպի խողովակներում։ Քարփիչա, դենեկալ մատետակի շուերայլա դուրս գալի։ Կապրոնի շիշ, մեկել ու ամանյեն լվանում, պրովուկել են։ Մարիաննա Պեպանյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։